Ողջույն, հարգելի ունկնդիրներ, կրկին եթերում ճամպրուկային տրամադրություն հաղորդաշարն է եւ այսօր իմ հյուրը Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Ստեփան Փայասլյանն է։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ իմ հրավերը չմերժեցիք։ Այսօր խոսելու ենք Հայաստանի ավիացիայի մասին։ Ես կուզեի սկսել ամենաշատ հնչող հարցերից։ Պատերազմական իրավիճակ կամ որևէ այլ ֆորս մաժորային իրավիճակ եւ այսպես մասսայական սպառողների իրավունքները կասկածի տակ են ընկնում, այսպես ասեմ, հարվածի տակ են ընկնում ավելի ճիշտ, եւ ամենաշատ հնչող հարցերը վերջերս հենց դրանք են, որտեղ է ավարտվում այսպես ավիացիոն իշխանությունների իրավունքները եւ որտեղ է արդեն պատասխանատվությունը ամբողջովին ընկնում մասնավոր ավիաընկերությունների վրա։ Շատ հաճախ ասում են, որ թող ավիացիոն իշխանությունները պարտադրեն գումարների վերադարձի հարցերը կամ ուղևորների տեղափոխման հարցերը, բայց երբեմն այստեղ ավիացիոն իշխանությունների լիազորությունները լիովին չեն բավականացնում այդ հարցերը լուծելու համար։ Ինչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ եւ ինչ խորհուրդ կտաք ուղևորներին։ Շնորհակալություն հարցի համար, իրականում շատ լավ հարց եք բարձրացնում եւ իրականում այն հարցը, որ բարձրացնում եք, հենց այս բային տեղին է, որտեվ ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, այս բային գտնվող այս իրանա-իսրայելական այս պատերազմական process-ների ընթացքում բավականին շատ նաև դուրժել է հենց ավիացիոն բնագավառը եւ գրեթե ծոցի երկրներից մենք չվերթներ չենք ունենում, բացառությամբ Fly Dubai փորձում է ամեն օր գոնե մեկ չվերթը կազմակերպել, դա էլ կախված է թռիչքային անվտանգության կանոններից, եթե հնարավորություն կա իրականացում, եթե ոչ չի իրականացնում։ Նայեք, ավիաընկերությունները աշխատում են իրենց կոմերցիոն գործունեությամբ եւ իրանք փոխհատուցում են բոլոր այն դեպքերում, որոնց մեղավորը իրանք են, այսինքն այս դեպքում դուք ինքներդ նշեցիք, որ պատերազմական իրավիճակը, այսինքն ֆորս մաժորային իրավիճակը եւ ավիաընկերությունը գլոբալ իմաստով չունի պարտավորություն, որտեղ իր մեղքով չի, որ չվերթները չեն կայանում, բայց նաև հակառակ պարագայում բոլորս հասկանում ենք, որ այս ամեն ինչը կավարտվի եւ ավիաընկերությունները կմնան եւ ուղևորների մոտ կմնան այդ վատ հիշողությունները, ավիաընկերությունների գրեթե մեծ մասը, կարելի ասել Հայաստան թռիչքներ իրականացնող մի քանի տարբերակ են առաջարկել ուղևորներին։ Տարբերակ մեկը դա մեկ տարվա ընթացքում տալ վաուչեր, ինչը բոլորիս արդեն դե հիշում եք COVID-ի ժամանակ նույն խնդիրը երբ որ եղավ, մեկ տարի ժամկետով տրամադրվում էին վաուչերներ, որոշները նաև տրամադրում են հետ վճարներ, այսինքն ավիատոմսի արժեքը, որպեսզի ուղևորը կարողանա ինչ-որ մի այլ տարբերակով վերադառնա իր հայրենիք։ Մենք ինքներս, որ իրականում մեր բացարձակապես մեր իրավասության ներքո չի գտնում, բայց խնդրանքով դիմել ենք բոլոր ավիաընկերություններին, առաջարկելով հնարավորինս այն պայմանները, որը ուղևորը կարողանա ինքը ընտրություն կատարի։ Բնականաբար ավիաընկերությունների որոշ մասը համաձայնվել են, որոշ մասը իրենք նաև քանի 100,000 մարդու մասին է խոսքը, փորձել են տարբերակված լուծումներ գտնել։ Հիմա կարող են լինել ուղևորներ, որոնք որ ասեն մեր դեպքը չի եղել, բայց նաև կան շատ դեպքեր, որ մեր միջամտության արդյունքում խնդրանքի տեսքով ավիաընկերություններին պարտադրել հնարավոր չի, որտեղ ասում են սա ֆորս մաժոր է եւ իրանց մեղքով չի։ Եվ երկու կողմերը այսպես պատասխանատվությունից լիովին ազատվում են ֆորս մաժորի։ Բայց բնականաբար ավիաընկերությունը լինելով պատասխանատու ընկերություն, նաև այն ընկերությունները, որոնք այս բան հիմնականում թռիչքներ իրականացնում էին, բավականին հեղինակավոր ավիաընկերություններ են, թե միջազգային հարթակներում փորձել են հնարավոր լուծումներ գտնել այդ ուղևորների համար, բայց միանշանակ ասել որ պարտավոր են այս գործողություններ անել, ֆորս մաժորային իրավիճակում դա չի աշխատում։ Այսինքն կոպիտ եթե ասենք, կարող են առհասարակ հրաժարվել որևէ լուծում առաջարկելուց եւ սա նորմալ կլիներ։ Բնականաբար սկսվել արդեն բավականին մեծ դատական process-ներ, որտեղ կողքերն խմբային արդեն կմիանա, այսինքն ավիաընկերությունները իրենք էլ չեն ուզում իրանց հեղինակության վրա ազդեցություն, բայց նաև հասկանում եք, որ դա միլիոնավոր դոլարների մասին է, որ ավիաընկերությունը մեկ օրում փորձի հետ վերադարձնի, իսկ ինքը նաև մեղմ ասած ինքը նույնպես կրում է մեծ վնասներ, որտեղ ունի օդանավեր վարձակալած, ունի հսկայական անձնակազմ, որոնք որ այդ բային միևնույն է իրանք աշխատանքի մեջ են օդանավը վարձակալված է, այսինքն իրենց ծախսերը կտրուկ միանգամից, այսինքն ծախսերը աճում են, եկամուտները զրոանում են։ Հասկանալի է։ Առհասարակ սպառողների իրավունքների մասով մենք ինչ իրավիճակ ունենք Հայաստանում։ Մենք գիտենք կա միջազգային օրենսդրությունը, կա ԵՄ օրենսդրությունը, ես չգիտեմ մենք ԵՄ օրենսդրությունը
այս պահին ընդունել ենք թե ոչ սպառողների իրավունքների մասով, բայց մենք տեսնում ենք, որ հաճախ են լինում ուշացումներ կամ հաճախ լինում են չեղարկումներ թռիչքների, եւ այս իրավիճակում կրկին սոցիալական մեդիան այսպես սկսում է աղմուկ է բարձրանում միանգամից, ուղևորները սկսում են տարբեր խնդիրներ առաջ քաշել։ Այս մասով մենք ինչ իրավիճակ ունենք Հայաստանում։ Խնդիրը նորից որ ձեր բարձրացված դուրս է քաղաքացիայի կոմիտեի իրավասության ոլորտից, որտեղ բացառապես քաղաքացիայի կոմիտեն զբաղվում է թռիչքային անվտանգության հարցերով, բայց բնականաբար մենք ելի ներգրաված ենք լինում այս բոլոր տիպի հարցերում։ Հայաստանի Հանրապետության ավիացիայի մասին օրենքի 63-րդ հոդվածում կան որոշակի դրույթներ ուշացումների վերաբերյալ, որ 2 ժամ հետո պարտավոր է ապահովել սնունդով, 4 ժամ հետո հաղորդակցության միջոցով, 8 ժամ հետո պետք է պարտավոր է ապահովի կացարանով ուղևորին, բայց ելի այն դեպքերում, որ մեղավորը ինքն է, այսինքն եղանակային պայմանները, որ անբարի նպաստն եւ թռիչքը չի իրականում, դա ավիաընկերության մեղքը չի։ Այստեղ խոսում ենք բացառապես ավիաընկերության մեղավորությամբ թռիչքի հետաձգման կամ չեղարկման մասին։ Դուք նշեցիք ձեր խոսքում նաև եվրոպական օրենսդրությունը, որը բավականին խիստ է եւ բավականին ուղևորի կողմն է, այսպես ասած, սպառողների շահերի պաշտպանության, քանի որ մենք այս բանին հանդիսանում ենք ընդհանուր ավիացիոն գոտումասուն համաձայնագրի մաս Եվրամիության հետ եւ պարտավորություն ենք ստանձնել տեղայնացնել մի շարք եվրոպական օրենսդրություն, այդ թվում ձեր նշած օրենք կանոնակարգը 261/2004-ն է դա սպառողների շահերի պաշտպանության, որտեղ ավելի հստակ մեխանիզմներ կան, բայց այդ բոլոր դեպքերը իրականում ինդիվիդուալ դեպք են, այսինքն դա չի վերաբերում բոլոր ուղևորներին, այսինքն ուղևորը երբ որ կներկայացնում է պահանջ, կորոշվի հետագայում դա կանի քաղաքացիայի կոմիտեն թե այլ մի պետական մարմին, որտեղ ընդհանուր աշխարհում Եվրոպայում նույնպես բոլորը չի որ ներառված են հենց ավիացիոն իշխանության ներքո, կան այլ հարթակներ, որտեղ որ այդ ֆունկցիան տրամադրվում է եւ կան կոմպենսացիոն վճարներ, այսինքն անկախ եթե նույնիսկ ինչա խնդիրը ուղևորին փոխհատուցում է տրամադրվում եւ ես կարող եմ ասել որ այս պայդրությամբ էլ Եվրամիության օրենսդրությունը տարածվում է բոլոր այն ավիաընկերությունների վրա, որոնք որ թռիչք են իրականացնում դեպի Հայաստան, այսինքն բոլոր Եվրամիության երկրների Հայաստանից թռչելուց թե Հայաստան վերադառնալուց։ Եթե Եվրամիության ավիաընկերությունն է, ցանկացած Air France կնի, Lot Polish կնի, Wizz Air կնի, Lufthansa, Austrian էական չի, եթե ինքը թռիչք է իրականացնում մի կետ եւ այդ կետից վերադառնում է հետ Եվրամիություն, օրենսդրությունը տարածվում է նաև հենց այդ չվերթի վրա եւ ուղևորը, որ թռնում է Երևանից եվրոպական որոշ ուղղություն եւ խախտվել է իրավունքը, կարող է դիմել այդ կանոնակարգի համաձայն, բայց այնտեղ բավականին երկար process-ներ կան։ Մենք գիտենք նաև որ կան մի քանի ընկերություններ, որոնք փորձում են ուղևորներին աջակցել այս հարցերում, բնականաբար որոշակի վճարի դիմաց եւ իրանք ավելի հմտացած են այս բնակավարում, բայց իրենց այդ զրույցներում իրանք են նշում, որ ավիաընկերություններ կան, որ բավականին շատ երկար է տևում այդ process-ը եւ բավականին դժվար է հասնել հաջողության, կան եվրոպական ընկերություններ, որոնք ավելի լոյալ են եւ հասկանում են խնդիրը իրենց մեղավորությունն է եւ տալիս են թե փոխհատուցումը թե պատճառված վնասի ու այսինքն ինչ է տեղի ունեցել ուշացում է եղել այդ ամբողջ ապահովում են պլյուս կոմպենսացիա կա։ Իմիջիալոց վերջերս մենք մի նախադեպ ունեցանք, որ ուղևորը դիմել էր դատարան եւ դատարանում գործը ավիաընկերության դեմ շահել էր, սա էլ շատ լավ նախադեպ էր, որ կարելի է դիմել դատարան, գտնվել համբերատար եւ հասնել արդյունքի, եթե ուղևորի իրավունքները խախտվել են։ Մենք իրականում առաջին հերթին ուղևոր մենք ինքներս շատ ենք ստանում բողոքներ, որի հասցեատը իրականում մենք չենք, մենք փորձում ենք դա վերահասցեագրել ավիաընկերություններին եւ միաժամանակ խորհուրդ ենք տալիս ուղևորին, որտեղ դա իրականում քաղաքական հարաբերությունն է եւ ուղևորը պետք է ինքը դիմի իր խախտված իրավունքը վերականգնելու համար եւ միշտ չի որ միանշանակ է ուղևորը պնդում է մի այլ բան, որտեղ մենք ուղևորի նամակը փոխանցում ենք ավիաընկերությանը, ստանում ենք ավիաընկերության պատասխանը, եւ երբ որ համադրում ես միանշանակ չի ուղևորը, որ շատ դեպքերում ճիշտ է ասում, այսինքն խնդիրը չի լուծված։ Բայց բնականաբար ուղևորը միշտ պահանջում է մաքսիմալը եւ ցանկանում է, որ միայն իր ուզած տարբերակով լինի, այսինքն ամենապարզ օրինակը գնում են տոմս, որը ենթակա չի վերադարձման, փոփոխման, որից այլ բանի, եւ հետո սկսում են պահանջել փոխել, վերադարձնել, այսինքն դու այդ ռիսկը չես վերցնում քո վրա, սկզբում առնելուց գնում ես ամենաէժան ավիատոմսը, որտեղ ֆիքսված է, որ ես իմացեք, կա այստեղ կա ավելի թանկ տարբերակը, դու չես գնում դա, նորմալ է իթե, բայց գնում ես ամենաէժան տարբերակը, որը որ չունի որևիցե իր հետևից իրավունքներ փոփոխելու կամ այլ բաներ ենթարկելու։ Դրա համար պետք է ուղևորը ինքը գնահատի, գնում է այն տարբերակին, որը վերցնում է ամենաէժան ուղևորատոմսը եւ ունի այդ խնդիրը, թե վերցնում է այն տոմսը, որը ֆիքսած ասում է, որ կարող ես անել այս փոփոխությունները նշված տոմսի հետ։
Ինձ թվում է ժամանակի ընթացքում այդ գրագիտությունը ավիացիոն մարդիկ արդեն ձեռք կբերեն եւ այս խնդիրները կլուծվեն։ Եվ վերադառնալով թվերին, երեք մի լուր կարդացի, որ տարածաշրջանում, ու ենթադրում եմ, որ ոչ թե տարածաշրջանում ընդհանրապես, այլ հարավային Կովկասում Հայաստանը առաջին տեղում է հայտնվել թռիչքների քանակով։ Այս կարծիքը ինչ եք կարծում, ճիշտ է թե ոչ։ Եթե այո, մոտավոր քանի թռիչք ունենք, քանի ավիաընկերություն են ամբողջ տարվա կտրվածքով թռիչքներ իրականացնում Հայաստանից եւ դեպի Հայաստան։ Դուք նշում եք այս իրավիճակով պայմանավորված ընդհանուր առմամբ կարող եմ ասել միջինացված 25 թվականին 2025-ին մենք ունեցել ենք կանոնավոր թռիչք իրականացնող 46 ավիաընկերություն մոտ 67 ուղղություններով դա իրականում շատ լավ ցուցանիշ է եւ բավականին բարձր է չենք հաշվում մենք այն ամառային սեզոններին կամ ձմեռային սեզոններին բոլոր այն չարտերային չվերթները, որոնք իրականացվում են 1-2 ամիս, այլ խոսում ենք կանոնավորության սկզբունքով, որ ամբողջ տարին չվերթեր են իրականացնում։ Մենք ինքներս նույնպես տեսնում ենք այդ աճը, այսինքն դա տեսանելի է նույնիսկ մեր ամենօրյա աշխատանքում, օդանավակայանում գտնվելու ընթացքում եւ ուրախալի է, որ մեր օդանավակայանը բավականին ծանրաբեռնված աշխատում է եւ արդեն նոր կոնցեսիոն պայմանագրի կնքումից հետո հուսանք առաջիկայում սկսվին նոր տերմինալի շինարարության աշխատանքները։ Այսինքն ծավալը երբեմն չի բավականացնում, այդքան ուղևորների ծավալին չի դիմանում ռեսուրսը։ Մենք այս բանը կարող ենք ասել, որ աշխատում ենք մաքսիմումով, ցավոք նաև ունենք այդ խնդիրը, որ ցերեկային ժամերին օդանավականը մի քիչ ավելի ազատ է, իսկ գիշերային ժամերին ավելի ծանրաբեռնված, ինչն էլ է տանանցիկ չվերթներով պայմանավորված, բայց այո, այս բանը մենք գրեթե աշխատում ենք մեր մաքսիմումով, այսինքն օդանավականը իր մաքսիմում հնարավորությամբ է աշխատում։ Իսկ թիվ կա մոտավորապես քանի քաղաք ենք թռչում կամ քանի քաղաքից ենք դեպի Հայաստան թռչում։ Նախորդ տարի ունեցել 67 քաղաք կանոնավորը միայն թե միայն կանոնավորների մասին եմ ես խոսում, այո 67 ուղղություն ենք ունեցել Մի 20-ը երևի ոչ կանոնավոր է։ Բնականաբար, մոտավորապես մի այդքան կնեն, հաշվի առնեմ նաև այն կարճ բոլոր այդ 1 ամսա, 2 ամսա ամառային սեզոնների հիմնականում, որ մի շարք եվրոպական նույնիսկ տարբեր տիպի կղզիներ են թռիչքներ իրականացնում, մերձավոր արևելքի, դրանց չենք հաշվում, որպես կանոնավոր չվերթ։ Եվ խոսելով կանոնավոր, ոչ կանոնավոր թռիչքներից, եւ ես մի հարցի մասին էլ կուզեի խոսել, երբ որ պահից է սկսված ոչ կանոնավոր թռիչքը պարտավորեցվում դառնալ կանոնավոր։ Մենք երբեմն գիտենք սովորաբար, որ 2 ամիս թռչող ավիաընկերությունները դրանք ոչ կանոնավոր թռիչքներ են, իսկ կանոնավորը ամբողջ տարվա կտրվածքով է թռչում, նախապես տեղեկացնում է իր թռիչքների մասին ավիացիոն իշխանություններին, բայց երբեմն էլ լինում են իրավիճակներ, որ տեսնում ենք ամբողջ տարին այսպես թռիչքները իրականացվում է, սակայն ոչ կանոնավոր թռիչքներ են դրանք համարվում։ Արդյոք դա օրենքը կարգավորում է, ինչ իրավիճակ է այստեղ։ Միջազգային պրակտիկայում այլ կարգավորում կա, մեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մի փոքր այլ կարգավորում է, մեզ համար բավական էական չի չվերթը կանոնավոր, թե ոչ կանոնավոր։ Դիմումի ժամանակ տարբերություն կա։ Որից է փաստաթղթի ներկայացման տարբերություն չկա, բացառությունը միայն այն է, որ կանոնավոր թռիչքներից առաջ պետք է այդ երկրի հետ մենք ունենանք միջկառավարական համաձայնագիր եւ ավիաընկերությունի նշանակված։ Միայն տարբերությունը դա է, իսկ եթե նշանակված ավիաընկերություն չի, ինքը չի կարող սկսել կանոնավոր թռիչքներ։ Իսկ միջազգային պրակտիկայում, որ ավելի շատ այատայի սկզբունքների մեջ է մտնում, ոչ կանոնավոր չվերթները հիմնականում չեն վաճառվում այդ համակարգերում, այսինքն միջազգային բայց այսօր փոխվում է նաև ավիացիոն շուկան եւ ավիաընկերությունների մեծ մասը կարելի ասել սկսում են հենց առցանց ուղիղ վաճառքները առանց այդ համակարգերի, այսինքն իսկ եթե ոչ կանոնավոր է։ Հա, այո, այսինքն շատերը սկսում են մենք ունենք այսպես եվրոպական մի քանի ավիաընկերություններ, մենք ունենք հայկական փոխադրող, որոնք որ ավելի low cost են իրենց համարում եւ իրենց հիմնական վաճառքները իրականացնում են ուղիղ իրենց կայքերով կամ իրենց հավելվածներով։ Այսինքն խնդիրը միակ տարբերությունը ընդհանրենք շմեկա Միացյալ Նահանգներից կարողանա այդ ուղղության տոմս առնել, որտեղ ինքը չկա այդ միջազգային հարթակներում, բայց այսօր այս պայմանությամբ կարող է on-line մտնի ինքը այդ ավիաընկերության կայքեջը եւ կգնի տոմսը։ Այսպես սկզբունքային տարբերության կանոնավոր եւ ոչ կանոնավորի միջեւ իսկ սպառողների իրավունքների մասով տարբերություն կա, թե ոչ մի տարբերություն, որովհետեւ երբեմն ոչ կանոնավոր թռիչքների դեպքում կոնկրետ Հայաստանում մենք տեսնում ենք, որ օրինակ турքերը սահմանված չեն ավիատոմսի մեջ, նշված չեն, որն է ավիատոմսի արժեքը, որն են հարկերը եւ турքերը, այսպես չենք տեսնում բացվածքով եւ ենթադրում ենք, որ ոչ կանոնավորի դեպքում այս պարզապես պահանջը չկա կամ իրավունք չկա
չկա պահանջելու նման բան իրենցից։ Ինձ հայտնի չի ձեր ասած բանը, որտեղ եւ չեմ ուսումնասիրում այդ կայքերը մեծ չվերթի տոմսի բաղադրությունը, բայց կոմիտեի համար, այսինքն ավիացիոն իշխանության համար տարբերություն չկա։ Չվերթի կանոնավոր բացառությամբ նշեցի միջկառավարական համաձայնագրի եւ նշանակման արկայությունը, որը պարտադիր է կանոնավորի դեպքում։ Շատ լավ։ Վերադառնալով նորից ֆորսմաժորային պատերազմական իրավիճակներին, կարծիք կար նաեւ, որ ինչ որ առումով Հայաստանի երկինքը ակտիվացավ պատերազմների ֆոնին։ Իհարկե լավ բան չէ պատերազմը, թող աշխարհում միշտ խաղաղություն լինի, բայց լինում են իրավիճակներ, երբ որևէ երկիր ծանրաբեռնված է դառնում ավելի ավիացիոն առումով, երբ որ մեկ այլ երկրի երկինքը փակվում է։ Այս առումով ինչ եք կարծում, արդյոք Հայաստանը հնարավորություն ունի մի օր թող խաղաղություն լինի էլի եմ ասում աշխարհում այսպես ավիացիոն հաբ դառնալու, թե մենք դեռ շատ հեռու ենք նման բաներից։ Ավիացիոն հաբ լինելու համար իմ խորին համոզմամբ դա կարող է լինել միայն երբ որ ունես ուժեղ տեղական փոխադրող, այսինքն հաբի տրամաբանությունը նա է, որ ինքը պետք է մի այլ երկրից բերի ուղևորներին եւ հետո մի այլ տեղ փոխադրի կամ ավելի մեծ օդանավով կամ թեկուզ նույն օդանավով, այսինքն հաբի գաղափարը դա հիմնականում տեղական ավիաընկերությունն է ստեղծում, բայց դուք ճիշտ եք նշում, վերջի նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում մենք դարձել ենք անուղղակի հաբ, այսինքն եւ ռուսական ավիաընկերությունների շատերը ուղևորներին փոխադրում են Հայաստան եւ այդ ուղևորները հետո եվրոպական ուղղություններով մեկնում են եվրոպական տարբեր քաղաքներ, այսինքն այստեղ հաբի իմաստը նաեւ նա է, որ ուղևորը բոլորս օգտվում են ավիատոմսերից եւ գիտենք դու քո ուղեբեռը չես տանում, ոնց որ դուրս չսամանայես անցակետ չես անցնում, դա տրանզիտ ուղևորի գաղափարն է, բայց այդ բարակայում մենք ունենք փոքր, որը շատ մեծ չի, բայց առաջիկայում ինքը ավելի կնդայվի նոր տերմինալի կառուցման, բայց այս բա եղածով ինքը չի աշխատում դասական հաբ իմաստով, այսինքն ուղևորը գալիս է, վերցնում իր ուղեբեռը, սահմանը հատում է, մտնում է Հայաստան, նորից մոտենում է օդանավական եւ շարունակում է թռիչքը դեպի եվրոպական ուղղություն։ Պարզապես մենք նկատեցինք, երբ որ 20-22 թվականների ընթացքում մի քանի եվրոպական եւ ռուսական ավիաընկերությունների չվերթներ իրար մոտեցրեցին, հասկանալով, որ ստեղ կա ինչ-որ համաձայնություն, որ ուղևորը ես կբերեմ ընդհանրենք Մոսկվայից, դու կտանես եվրոպական այսինչ քաղաք։ Ներկայումս միայն Flyone Armenia ավիաընկերությունն է, որը անում է դասական իմաստով տրանզիտ ուղևորը փոխադրում, որ բերում է հիմնականում ռուսական շուկայից ուղևորներին եւ փորձում է իր չվերթովի շարունակել դեպի եվրոպական ուղղություններով։ Դա այսինքն այն ուղևորին մաքսիմալ հարմարություն ապահովելու տարբերակն է։ Մնացած պակետում դառնում է կետից չվերթ, դու ինքդ դուրս ես գալի, ընտրում ես նոր ավիաընկերություն եւ շարունակում ես քո չվերթը։ Հուսանք կլինի ձեր ասած, այսինքն մեր տեղական ավիափոխադրողները այնքան կզարգանան, որ կստեղծեն արդեն այդ միջավայրը, որ կունենան լրիվ դասական իմաստով հաբ։ Այստեղ հաջորդ հարցը ծնվեց, այսպես տեղական ավիափոխադրող եւ ազգային ավիափոխադրող։ Իհարկե մենք գիտենք, որ հայկական ավիաընկերություն դա դեռ չի նշանակում ազգային ավիափոխադրող։ Ամենաշատ քննարկվող հարցը թերևս հայկական այս միջավայրում, ավիացիոն միջավայրում դա ազգային ավիափոխադրող ունենալ թե չունենալն է։ Որն է ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ, ինչ կտա դա մեզ։ Առհասարակ մենք տեսնում ենք, որ որոշ կապիտալիստական երկրներ գնում են նրան, որ պարզապես ազգային ավիափոխադրողները վերանում են, որովհետև շուկայական տնտեսություն է, ավիաընկերությունը բիզնես է եւ կարծում են, որ ավելավ է դա տանք մասնավորին ազգային ավիափոխադրող էլ չլինի, սակայն դա չի կարող վերաբերվել բոլոր երկրներին, հատկապես մեզ նման երկրներին։ Ձեր կարծիքը ո՞րն է։ Իմ կարծիքը հստակ է, մեր օրենսդրության մեջ նման սահմանում չկա ազգային փոխադրող, հայկական օրենսդրությամբ ստեղծված ցանկացած օդանավ շահագործող համարվում է Հայաստանում ազգային փոխադրող, այսինքն բոլոր հայկական փոխադրողները դրանք ազգային փոխադրողներ են։ Ձեր նշածը, որ ժամանակին ընդունված պետություն ունենում էր իր մասնակցություն այդ ավիաընկերությունում եւ միգուցե ունենում էր որոշակի առավելություն, դա հստակ միջազգային կանոններով արգելված նորմ է, այսինքն չի կարող լինել որևէ մի ավիաընկերություն, որը կունենա խտրական մոտեցում, քան այլ ավիաընկերություն, նույնիսկ հստակ ֆիքսում են ցանկացած։ Նույնիսկ եթե պետությունը մասնակցություն ունի։ Էական չի, մենք ունենք մի բան, որ պետական մասնակցությամբ ավիաընկերություն կար, որ ինքը որևէ առավելություն չուներ, որտեղ դա հակասում է այդ հավասարության, մրցակցությանը եւ նույնիսկ ամրագրվում է ցանկացած միջկառավարական համաձայնագրով, որ դու չես կարող քո տեղական
փոխադրողին ունենալ խտրական մոտեցում, քան իմ երկրի, այսինքն եթե մենք ունենք Հայաստան եւ մի երկրի հետ միջկառավարական, եւ եթե մենք նկատեցինք, որ այդ երկիրը իր ավիաընկերությանը ունի խտրական մոտեցում, քան հայկականին, մենք այդ հարցը կարող ենք բարձրացնել, ինչը նախատեսված է միջկառավարական համաձայնագրով, այսինքն դա մի քիչ ավելի հին ժամանակներից եկած ավանդույթ էր, որ ամեն երկիր ուներ իր ֆլագման ավիաընկերությունը, որ ինքը սահմանվում էր տարբերվող մնացածից, ուներ մեր բոլոր լավ պայմանները, վերջին տարիներին գրեթե ոնց որ դուք նշեցիք արդեն նման բան նկատում եմ որ չկա եւ մեր մոտ էլ մի ժամանակին երբ որ եղել է արմավյան եւ եղել է հատուկ կառավարության կարծեմ որոշումներով իրան տրված են եղել որոշակի բացառիկ իրավունքներ, որը գտնում եմ չաշխատեց եւ ոչ մրցակցային է, այսինքն մենք 13 թվականից Հայաստան Հանրապետության կառավարությունը երբ որ սահմանել է բացառիկ քաղաքականություն, մենք հավասար պայմաններ ենք առաջարկում բոլոր ավիաընկերություններին, բնականաբար այն բազավորվող ավիաընկերությունները ցանկացած երկրում այդպես է, ունեն որոշակի առավելություն օդանավակայանում եւ այլ պայմաններում, որտեղ իրանք այդ երկրում, այդ քաղաքում կամ օդանավակայանում բազավորվում են եւ բնականաբար իրանք ամենաշատն են օգտվում ծառայություններից եւ բնականաբար որոշակի արտոնություններ ունեն, դա նորմալ բնական արտոնություններ են, որը ձևավորվել է զուտ իր բազավորված լինելու արդյունքում։ Հասկանալ է, խոսելով մրցակցությունից գանք հաջորդ հարցին, վերջերս շուկա մտավ հայկական թուրքական ավիաընկերությունը, որը միանգամից այսպես աղմուկ բարձրացրեց, խժդժոց առաջացրեց, որովհետև շատ խելացի մարքեթինգային քայլով միջայլոց մտավ, այսպես զեղչերով միանգամից մեծ եւ միջմարտամաքային թռիչքների վրա բավականին մեծ տարբերությամբ ավիատոմսեր առաջարկեց եւ բոլորի մոտ մտավախություն առաջացավ, որ թուրքական ավիաուղիները հանկարծ ինչ որ պահի մյուս մրցակիցներին պարզապես շուկայից դուրս կմղի եւ գերիշխող դիրք կզբաղեցնի մեր շուկայում։ Այս հարցի վերաբերյալ դուք ինչ կարծիք ունեք։ Դուք նշեցիք շատ հարմար պահին, նաեւ այս հարմար պահը այս Իրանա-իսրայելական խնդիրներ, որ այդ ամբողջ այդ հոսքը, որ Հայաստանից գնում էր դեպի տարբեր Էմիրատներ կամ գնում էր Դոհայով դեպի Միացյալ Նահանգներ կամ այլ ուղղություններ, թուրքական ուղղությունը հիմա այդ ամեն ինչ առաջարկում էր եւ դուք նշեցիք, ես չեմ ուսումնասիրում այդ թվերը, բայց ավելի մատչելի պայմաններով, այսինքն առաջարկը հարցադրումը որն է, ասենք չէ մի արի դու ուժեղ ես, դու ասենք ունես հազար ռեսուրսներ եւ կարող ես մրցակիցներին դուրս մղել կամ կարծեմ 2 տարի հաստատ երյակում կամ 2 տարի ես գիտեմ որ ինքը բավականին լավ ավիաընկերություններ թվում է, բավականին մեծ ունի աշխարհագրություն, բավականին լավ պայմաններ է առաջարկում եւ բնականաբար նոր խաղացողի մուտքը մնացած խաղացողների մոտ հարցին առաջացնելու եւ բնականաբար հնարավոր է գների վերանայում լինեն այդ մյուս ավիաընկերությունների կողմից, եթե կա մրցակից, իսկ մենք ինչպես արդեն նշեցի, մենք կողմ ենք ազատ մրցակցային հարաբերություններին եւ եթե կան մրցակիցներ, որի արդյունքում շահելու է մեր սպառողը եւ քաղաքացին, ինչու՞ չէ։ Այսինքն դնել խտրական մոտեցում դու մի արի, որտեղ մի եվրոպական ուղղություն ավիաընկերություն կարող է տուրժի ընթացքում կարող է լինել ձեր ասած մտավախությունը, որ որոշ ավիաընկերություններ, որոնք որ տարիներ շարունակ թռիչքներ են իրականացնում եւ ունեն բարձր սակագներ եւ ինչ-որ մի բай հասկանան, որ դա իրենց նպատակահարմար չի դուրս մղվեն շուկայից կամ չվերթների քանակը նվազեցնեն։ Մրցակցության չդիմանան բարձրացնել։ Դա կարծում եմ նորմալ է։ Կա նաեւ հակառակ կողմը, որ կարող է միգուցե երբ որ այդ մրցակիցները չունեն այս ավիաընկերությունը փորձի արդեն իր գնային քաղաքականությունը փոխել, ինքներս լավ գիտենք Ես բազմաթիվ անգամ բարձրաձայնել եմ ամենայն low-cost կոչված ավիաընկերությունը հարմար պահի այնքան թանկ տոմսա ծախում, որ եթե այդ պահին տեսնում է կա պահանջարկ այդ տոմսի այդ արժեքի, ինքը ծախում է տոմսով, չկա սահմանափակում եւ չկա վերինշեմ, որ դու իրավունք չունես այս գնից ավել անես։ Մենք մինչեւ ես ավիացիայում եկե բաց եկին քաղաքականությունից հետո, մինչեւ դա մենք ունեցել ենք, ես տեսել եմ հին արխիվային թղթերում տարիֆների հաստատում է եղել։ Այսինքն եղել է հստակ խաղի կանոններ, որոնք որ ֆիքսել են պետությունները եւ չեն թողել ավիաընկերությունները զարգանան բնականon ճանապարհով եւ ունեցել ենք շատ բարձր ուղևորատու տոմսեր, շատ անմատչելի ուղղությունների շատ սահմանափակ թվով հատվածներ, այսինքն այս մրցակցության արդյունքում է, որ մենք ունենք ցածր ավիատոմսի արժեք, մենք ունենք շատ ուղղություններ եւ դիվերսիֆիկացված շուկա։ Լավ, այդ բաց երկնքի քաղաքականությունը ինչ էր, այսպես որ շատ հանրամատչելի կերպով ասեք, ինչ էր եւ ինչ տվեց Հայաստանին, հիմա շարունակում է արդյոք այդ քաղաքականությունը։ Քաղաքականությունը չի չեղարկվել 13 թվականին ընդունված, քաղաքականության նպատակը հենց այն է, ինչ որ արդեն նշեցինք, այն որ այս բանը տեսնում ենք մենք, ազատ շուկայական հարաբերություններ եւ բոլոր տիպի սահմանափակումների վերացում։ Ժամանակին եղել են նույնիսկ նստատեղերով սահմանափակումներ, այսինքն Երևան-Մոսկվա ուղղության վրա կարող լինել շաբաթական 300
որ նստատեղ եւ վերջ։ Դա ճիշտ ասած հիմա նույնիսկ մի քիչ ինչ որտեղ ծիծաղել է։ Ես դες կարող եմ ցույց տալ հին միջկառավարական համաձայնագրեր կամ ինչ-որ մեկը մտնի մեր կայքում, որոնք դեռևս չեն թարմացվել եւ կարիքը չի եղել այդ երկրների թռիչքը չեղել, նստատեղերով են սահմանափակված եղել նույնիսկ։ Եղել են օթանավի տիպի սահմանափակումներ, շաբաթական քանակի սահմանափակումներ, բոլոր հնարավոր սահմանափակումները եղել են։ Մենք դա նպատակը նա էր եղել բաց երկնքի հանել բոլոր սահմանափակումները եւ թողել, որ շուկան ինքնակարգավորվի։ Եթե ինձ հարցնեք, 13 թվականը միգուցե լավագույն շրջանը չէր, որտեղ այդ բանը մենք տեղական փոխադրողը մեկը որ ունենք Արմավյան սնանկացման եզինը եւ Air Armenian, որը կար չկարողացավ ամրապնդվի, այդ դեպքում մրցակիցներից շահեցին, որտեղ իրանք ավելի պատրաստ են այդ բաց երկնքի քաղաքականության եւ լիբերալ պայմաններին, բայց փառք Աստծո մենք այսօր ունենք ավիաընկերություն տեղական ավիաընկերություններ, որոնք փորձում են թվով օթանավ շահագործող վկայական ավելի շատն են, բայց այս բան թռիչքները իրականացնողը դա Flyone Armenian-ը եւ Շիրակ ավիանա Armenia Airlines-ը այսպայն օթանավ շահագործող վկայական ունի, բայց ինքը process-ի մեջ օթանավերի տիպի փոփոխության դերևս այսինքն անցած տարի ապրիլից դադարեցրել է չվերթները եւ հույս ունենք առաջիկայում կվերականգնի, ունենք Novair-ը, որը տեղական փոխադրումներ իրականացնում, ունենք Armenian Helicopters-ը, որը ուղղաթիռ է սպասարկում, ունենք Armenia Airways, որը այսպայն փորձում է նորից վերագտնել իր տեղը շուկայում, այսինքն մինչև չձևավորվի ուժեղ փոխադրողներ, այդ դեպքում ես համաձայն կնեմ ձեզ հետ, որ միգուցե 13 թվականի այդ պահը լավագույնը չէր, բայց նախ ունենք ինչ-որ ունենք եւ երկրորդը այդ պահին միգուցե կառավարությունը գտավ, որ այլ տարբերակ չունի եւս ստեղծել մի ավիաընկերություն, ասես պահել ինկուբատորի պես մեծացնել եւ հետո բարձի որ չի հաջողել։ Հսկայական ծախսեր անել, ընդ որում պետական բյուջեից չէ, բայց եկենք հիմնական նպատակը դա է, այսինքն նույնիսկ կարող եմ այդ մի բաներ ավելացնել, որ շատ Իսպանիայում մենք ունենք գործող միջկառավարական, սակայն քանի որ թռիչք չկա, դրանք չենք վերանայել, ուղղությունների սահմանափակում կա, այսինքն այդ երկրի միայն այսինչ քաղաքը եւ վերջ։ Նու մեր դեպքում քանի որ մենք ունենք այդ բանի մեկ օթանավական մեր մոտ սահմանափակումը այդպես հստակ չէր երևում, բայց ընդհանրենք Ռուսաստանում կամ խոշոր Ֆրանսիայում կամ մեծ երկրությունները, որոնք ունեն բազմաթիվ օթանավականներ, սահմանափակված է նույնիսկ օթանավականների քանակը։ Հասկանալի է։ Լավ, եւ մի հարց էլ կրկին գալով մրցակցությանը, այսպես կարող ենք ասել, որ մենք երկու low cost ունենք շուկայում, դրանցից մեկը Wizz Air ավիաընկերությունն է, մյուսը Flyone-ը։ Ճիշտ է, մրցակցություն կա, բայց շատ իհարկե ավելի լավ կլիներ, եթե այլ low cost-եր եւս շուկա կարողանային մտնել։ Ինչ եք կարծում, հնարավորություն տեսնում եք, որ մոտ ապագայում low cost ավիաընկերությունները կմտնեն հայկական շուկա։ Ես հույս ունեմ, որ նոր ավիաընկերություններ եւս կմտնեն հայկական շուկա, բայց ես ձեզ հետ համաձայն չեմ, որ ունենք այդ երկուսը, այսինքն low cost-երի մեջ։ Low cost, այսինքն Fly Dubai-ը, Eurowings-ը համարում իրան low cost, Pegasus-ը, այսինքն low cost-ը այս բան բավականին շատ է խառնվել, նույնիսկ կարող նստենք մեր իմացած դասական ավիաընկերությունը, որը տարիներ շարունակ ունեցել է լավ, մեծ նստատեղեր, SSS պայմաններ, հիմա տեսնում իրանք են մոտեցել low cost-ներին, ավելի նստատեղեր են, չկա սնունդ ամեն մի հավելյալ ծառայություն վճարով է։ Ես ինքս գտնում եմ, որ միգուցե որ առաջիկայում մոտ ապագայում low cost բառը կարող նույնիսկ վերանա, այդ ուղևորը ինքը կկառուցի իր չվերթը։ Բազմաթիվ անգամ նույնիսկ երբ որ մենք ունենում ենք տարբեր տիպի բիզնես ճամփորդություններ եւ ինձ պետք չի մեծ ուղեբեր, բայց ես վճարում եմ այդ մեծ ուղեբերի համար եւ չունեմ հնարավորություն ընտրելու այն տոմսը, որտեղ որ ուղեբեր չկա, կամ ես հիմնականում չեմ սիրում օթանավում հաց ուտել, բայց ես վճարում եմ մի բանի համար, որ ես չեմ օգտվելու։ Իսկ այս տարբերակով դու ինքդ կառուցում ես քո ամեն թռիչքը, քո նստատեղն ես ընտրում, քո ուղեբեր ունենաս թե չէ, մեծ թե փոքր, սրունդ ուտես թե չէ, դրանով դու քո ծախսերը ավելի դարձնում ես ռացիոնալ, որտեղ դու մի ծառայություն որ չես օգտվելու, չես գնում։ Իսկ այն ձեր ասած Իսպանիան ընդունված իմաստով low cost-ներ, չգիտեմ, ասենք Ryanair կասեք կամ EasyJet կասեք կամ այլ կասեք, բնականաբար մենք բաց ենք դրա համար եւ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի են կառուցել, որ պետք է գտնի եւ ներգրավի, դրանք օթանավական նման տիպի գործառույթ իրականացնում տարբեր ընկերություններ են, հենց ավիաընկերություններն են փորձում ներդրումների զարգացման կառույցներ ունենք։
չգիտեմ, միգուցե ասենք նաև туриզմի կոմիտեն, բայց քաղաքացիայի կոմիտեն իր կանոնական գործառույթներով նման ֆունկցիա չունի, բնականաբար մենք հանդիպում ենք ավիաընկերությունների հետ ամեն մի պատե հնարավոր առիթի փորձում ենք քննարկել, փորձում ենք ներկայացնել մեր առավելությունները, բայց դա հիմնական մեր գործառույթը չէ։ Եթե կա, մենք ողջ ունենք եւ հնարավոր բոլոր պայմանները կստեղծենք, որպեսզի թռիչքները կայանան։ Հուսանք, որ անպայման կլինի։ Մի վերջին հարցով էլ այսպես սահմանափակենք մեր հետաքրքիր զրույցը։ Ես կուզեի հասկանալ, թե դուք մոտակա 5 տարիների ընթացքում ինչպիսին եք տեսնում Հայաստանի ավիացիան։ Ինչ ապագա է մեզ սպասվում։ Շատ բարդ հարց եք տալի, հաշվի առնելով, որ ներկայումս չէ, մի կողմից դա, մենք հույս ունենք, որ առաջիկայում, ինչպես արդեն խոսքում նշեցիք, ունենանք նաև մեր երկրորդ տերմինալ եւ ավելի կդիվերսիֆիկացվեն այն բոլոր հնարավորությունները, նույն ձեր ասած տարբերակով մենք ունենք low cost-ներ, բայց մենք չունենք առանձին low cost-ի համար տերմինալ եւ բավականին այդ դեպքում սահմանափակված են։ Կարծում եմ աշխարհը գնում է դեպի արդեն այն տիպի թռիչքներին, որ մենք ունենանք, չգիտեմ, վերտիստոպեր կամ այսքան այն օթանավերը, որոնք որ ուղղայացեն թռիչք իրականացնում, այսպես կտրուկ արագ զարգանում են անօթաչու թռչող համակարգերը, որը կարծում եմ այն նման ռելիեֆ ունեցող երկրների համար, որտեղ որ օթանավականների կառուցումը բավականին բարդ է, չեմ կարող ասել դա կլինի առաջիկա 5 տարին թե մի քիչ ավելի ուշ, բայց մենք տեսնում ենք, որ մեր ապագայում մենք ունենանք այդ տիպի թռիչքներով թռիչքներ, այսինքն այն բոլոր տեղերը, որտեղ որ մեծ թռիչք ուղի անհրաժեշտ չի լինելու, ուղղայաց թռիչքներ կունենանք եւ հույս ունենք, որ մեր փոխադրողները, որ այսպես ամրապնդվում են, ավելի կայացած կլինեն շուկայում եւ ինձ համար ամենահպարտանալին, որ մենք մեր փոխադրողներն են ուժեղ, որտեվ բնականաբար ցանկացած երկրում եղանակ փոխում են տեղական փոխադրողները եւ եթե իրանք տեղում ուժեղ են, մրցակցությունը պետ երկրում ավելի ուժեղ է լինում եւ դրանից միայն շահում է ուղևորը, թե ծառայության որակով, թե գների իմաստով։ Շնորհակալ եմ պարոն Փայասյան այս հետաքրքիր զրույցի համար, այսպես լավագույն ցանկություններով, մաղթանքներով մեր ավիացիային, ես հուսով եմ, որ իսկապես դեռ սպասվածից էլ ավելին կստանանք մոտակա տարիներին։ Շնորհակալ եմ։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։